Մայրաքաղաքի բնակիչները շարունակում են դժգոհել հանրային տրանսպորտի աշխատանքի կազմակերպումից։ Հիշեցնում են, որ չնայած Երևանի քաղաքապետարանը խոստացել էր ուղևճարի թանկացման դիմաց ապահովել ուղևորափոխադրման բարձրորակ սպասարկում, բայց դեռ այդպես չէ։ Նրանք տեղյակ չեն, որ դրսի տեսելներից մենք չենք կարողացել օգտվենք, ստիպված նստել ենք, որ չուշանանք, ուր գնում ենք։ Գերծանրաբեռնված ավտոբուսներ, խցանումների հետևանքով ուշացումներ, եւս մեկ խնդիր։ Քաղաքացիները բախվում են թերսելապարատների եւ ավտոբուսներում տեղադրված վալիդատորների խափանումներին։ Տեսելներից շատերը չեն աշխատում, նորմալ, մեկի վրա փակցված է, չի աշխատում, ու այդ կանգառում էլ չկա ուրիշ, էլ չգիտես ուր գնաս հասնես, որ տրանսպորտից չուշանաս։ Պատահելա գումարը տեսելա վերցրելա, բայց ոչ հետափոխանցել, ոչ էլ չեկնա տվել։ Ուղևորի խոսքով հաճախ չի օգտվում տրանսպորտից, օգտվելիս էլ փոշմանում է, որ օգտվել է։ Թերսել ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիաննա Հունանյանը մեծ զրույցում հաստատեց խնդիրը, ասելով, որ մինչև օրս իրենք լռում էին չբարձրաձայնելով դրա մասին, որովհետև ունեին պատճառ։ Իրականում մենք ունենք փոքրիկ զեղծարարներ, որոնք տարատեսակ դետալներ են տեղադրում դրամընդունիչի մեջ, որովհետեւ այդ կոպեկները տեղ չհասնեն, հետո հանելով այդ ներդրված սարքերը գողանում են այդ մանրադրամը։ Ընկերության փոխտնօրենի դիտարկմամբ զեղծարարները հիմնականում խարդախությունն իրականացնում են կանգառներին մոտ գտնվող տերմինալներում, որտեղից մարդիկ հաճախ են գնում տրանսպորտի տոմսեր։ Լիաննա Հունանյանի խոսքով խնդրին արդեն իսկ լուծում տվել են։ Պատկերացրեք, խնդիր ունի մեր դրամընդունիչ սարքը, եւ եթե դուք ուզում եք տոմս գնել, ինքը այսպիսի գրառում է բերում։ Մեր հաճախորդներին խնդրում ենք այս գրառմանը ուշադրություն դարձնել եւ եթե այս գրառումը տեսնում են, մանրադրամ չնետեն։ Թերսելի հետ կապված խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Նստում ես տրանսպորտ քարտից գումար կա, հաստատ գիտեմ, բայց չվճարվեց։ Քարտից եմ օգտվում, բայց մոտեցնում եմ, քարտը չի ճանաչում։ Քարտը մոտեցնում եք, ինքը մերժում է, բայց հետո հաջորդ օրը նոր տեսնում են, որ գումարը քարտից տարել է։ Այսպես մարդիկ ընկնում են անհարմար դրության մեջ։ Ասում են վարորդների կողմից կշտան բանկի խոսքեր հազվադեպ են լինում, բայց միևնույն է, իրենց վատ են զգում։ Լիաննա Հունանյանի խոսքով բանկային քարտերն իրենց մեջ ունեն առանձնահատկություն։ Մերժման պատճառները մի քանիսն են։ Նախ քարտը պետք է մի փոքր երկար պահել, ազդանշան կլինի։ Եթե քարտն անմիջապես հեռացնում են, վալիդատորը չի հասցնում կարդալ թվերը։ Շատ հաճախ մեր հաճախորդները ունենում են նախորդ իրենց երթևեկությամբ պայմանավորված պարտքեր եւ իրենց քարտը հայտնվում է սև ցուցակում։ Ուղևորներն ու հաճախորդներն այդ մասին չգիտեն։ Հետո քարտերն ունենում են սահմանաչափեր, թե գումարային, թե գործարքների քանակների առումով, եւ հաճախորդը կարող է մոռացած լինի, որ իր սահմանաչափը ինքը գերազանցել է։ Խնդիրների մասին ահազանգում է նաեւ Մայր Հայաստան ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Նրա խոսքով, երբ իրենք հունվար-փետրվար ամիսներին սկսեցին տրանսպորտային խնդիրների շուրջ բոյկոտի քարոզը, թերահավատորեն էին վերաբերվում իրենց նախաձեռնությանն ու ասում արդյունք չի ունենա։ Ի տարբերություն իրենց մենք էինք տրանսպորտի մեջ, մենք էինք տեսնում հանրային տրամադրությունները, բոյկոտը միանշանակ աշխատեց եւ որպես դրա արդյունք իրենք նախաձեռնեցին օրենսդրական փոփոխություններ, որ մարդկանց տուգանքի ենթարկեն 15000 դրամի ինչ որ 10-ից 15000 դրամի սահմաններում։ Այդ նախաձեռնությունը իրենք փաստաթղթավորեցին, ուղարկել են ազգային ժողով։ Մինչ այս պահը այդ փոփոխությունները չեն կատարվել, ասում է Սուքիասյանը, որովհետև միանգամից մի քանի օրենքի է դա վերաբերվում։ Վերջին գործակարգավարականի ժամանակ նույնիսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր ստիպված բարձրաձայնել, որ կա 25-ից 30%-ով թերհավաքագրում, ասում է Սուքիասյանը, բայց իրենք համոզված են, որ ոչ թե 25-ից 30 է, այլ շուրջ 50%-ի սահմաններում է։ Որ պնդում էին բոյկոտ չկա, արդեն ստիպված բարձրաձայնում են, որ բոյկոտը կա, մարդիկ չեն վճարում, մարդիկ ընդվզում են, մարդիկ բողոքում են։ Սուքիասյանի խոսքով այսօր սոցիալական ծանր պայմաններում, երբ օր-օրի ամեն ինչ թանկանում է, դժվար է անվճարունակ մարդուն համոզել վճարի 150 դրամ ուղետոմսի համար։ Այն թոշակառուն, որը 50 դրամով նստում էր տրոլեյբուս, ով ստանում էր 35-40 հազար դրամ թոշակ։ Հիմա այդ թոշակառուին հարկադրել ասել նախին 50-ի փոխարեն այժմ դու վճարի 150, դա իրատեսական չէ։ Սուքիասյանի դիտարկմամբ իրենք միշտ բարձրաձայնել են, որ միայն ավտոբուս բերելով չի լուծվում տրանսպորտի խնդիրը։ Հաստատապես 800 հսկիչ չեն իրենք ընդունելու աշխատանքի, այդ տեսահսկումներ խնդիրներ հարուցող դրվագ է,
Հետևաբար այդտեղ լուծում այնպեսին է, որ ուղևորցը լինի ընդունելի, մեր հաշվարկները գալիս են նորից մեզ համոզելու, որ 100 դրամը լիովին կարող է ինքնածախսած ածկում կատարել։ Հետևաբար քաղաքային իշխանությունները կանգնած են փակողու առաջ, թե ինչպես վարվել տրանսպորտային համակարգի հետ։ Մանուկ Սուքիասյանի դիտարկմամբ ակնհայտ է, որ դեռ ճաշը չեփած քաղաքային իշխանությունները փորձում են կրակից հում ուտելիք վերցնել եւ ուտել, բայց ըստ նրա ակնհայտ է, որ ճաշը չեն մարսելու։ Վերջին ասուլիսում քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը պնդում էր, որ ընդդիմության մեղքով թերհավաքագրումների պատճառով 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի ձեռք բերել եւ տրանսպորտային շարժակազմի խնդիրն այս տարի չի լուծվի։ Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսներ Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերի, ինչը մեր գործընկերներին, ընդդիմադիր գործընկերներին հերթական առիթ է իհարկե կտա ասելու, որ տեսեք, հայտարարեցին 45-ը, բայց ոչ այն 30-ը բերեցին, ոչ է 15-ն են կարողանալու բերել, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ ցանկացած հայտարարություն, ցանկացած, այսպես ասած, բողոքի բորբոքում նաև հղիա նման հետևանքներով։ Գանձումը կատարում է, ասենք, թերսելը եւ այնտեղ, ասենք, լրջագույն սողանց կա, թե արդյոք ամբողջ հավաքագրված գումարն է տեղ հասնում, թե ինչ որ մի չափի գումար անհետանում է։ Թերսելի փոխտնօրենի խոսքով կասկածներն անհիմն են։ Քաղաքապետարանի օպերատորներն օնլայն ռեժիմով հետևում են դրամական մուտքերին։ Թերսել ընկերության փոխտնօրենի խոսքով օնլայն հաշվետվությունների դիտարկման համակարգը տրամադրված է ոչ միայն քաղաքապետարանին, այլև յուրաքանչյուր օպերատորին, այդ թվում Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենին, Երևան ավտոբուս ՓԲ-ին, ընդ որում քաղաքապետարանին տրամադրված է ադմինիստրատորի առավելագույն լիազորություններով։ Նարինե Ղուկասյան, Դավիթ Եղիազարյան, Rio Open Media։